Այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրն է, 95 տարի հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման առաջին գծում։ Ոստիկանի մասնագիտական տոնը նշվեց հանդիսավոր պայմաններում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ոստիկանության կոլեգիայի անդամները, ոստիկանության բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը հարգանքի ու երախտիքի տուրք մատուցեցին հայ ոստիկանների բոլոր սերունդներին, ծաղկեպսակներ դնելով և Արամ Մանուկյանի և իրավակարգի զինվորի հուշարձաններին։ Տոնական օրը շարունակվեց հանդիսավոր նիստով։ Քայլերքի հնչյունների ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության և ոստիկանության դրոշները։ Հրապարակվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։ Ոստիկանության մի խումբ աշխատակիցների Հանրապետության նախագահի կողմից հանձնվեցին պարգևներ։ Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց և ոստիկանության աշխատանքը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։ Գործընկերներին շնորհավորանքի ջերմ խոսք հղեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Մենք վերցրել և կրում ենք այն լավը, որ թողել են մեր ավագները։ Նաև փորձում ենք շտկել, լրացնել բացթողումները, անել ավելին։ Մասնագիտական տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորեց և պարգևներ հանձնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Ոստիկանության տոնի կապակցությամբ շնորհավորանքներ և խրախուսանքներ եղան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, Գլխավոր դատախազի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի, Պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների կողմից։ Տոնական հանդիսությանը մասնակցում էին և պարգևների արժանացան համակարգի 95-ամյա վետերաններ Շուշիկ Գրիգորյանն ու Ավետիք Հակոբյանը, 89-ամյա Նիկոլայ Մելիքջանյանը։ Ոստիկանության պետի կողմից պարգևատրվեցին նաև համակարգի մի խումբ լավագույն աշխատակիցներ։ Ոստիկանության տոնը հանդիսությամբ նշեցին պետական պահպանության գլխավոր վարչությունում։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հարազատները, վետերաններ։ Պետական պահպանության աշխատակիցներն ու զոհվածների հարազատները ծաղիկներ դրեցին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթ հողին։ Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման Մկրտումյանն այնուհետև զրուցեց զոհվածների հարազատների հետ, վստահեցրեց, որ իրենք միշտ նրանց կողքին են։ Ոստիկանության 95-ամյա տարեդարձին նվիրված միջոցառման երկրորդ մասը նիստերի դահլիճում էր։ Ընթերցվեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը, այնուհետև պարգևներ հանձնվեցին ոստիկանության պետի հրամանով խրախուսվածներին։ Ոստիկանություն պահպանես մեր հավատքով ուժով ամուր կանգնած ես լեր և խիզախությամբ գիշեր թե ցերեկ Քո երկրի պաշտպանն ես միշտ հայ ոստիկան կյանքը անդադար վտանգվում է ձեր սիրտը անդադար բաբախում է ձեր Չեք տանի որ եք հայացքի Սրտում քո միշտ հիշիր Ոստիկան ես ոստիկան Պահպանն ես դու մեր տան Հզոր ամուր ես մեկ կանգնած ես Դու զավակն ես աստուդան Ոստիկան ես ոստիկան Պահպանն ես դու մեր տան Հզոր ամուր ես մեկ կանգնած ես Դու զավակն ես աստուդան Ոչ մի փորձություն Քաջություն է այն միշտ ավելացնում Չեք տանի որ եք հայացքի Նորից աչքերից արցունքներ հոսի
Մի վերնային ձերքերդ վեր պարզիր ու սրտում քո միշտ հիշիր Ոստիկան ես ոստիկան Պահապանն ես դու մեր տան Հզոր ամուր ես վեր կանգնած ես Դու զավակն ես Աստծոդան Ոստիկան ես ոստիկան Պահապանն ես դու մեր տան Հզոր ամուր ես վեր կանգնած ես Դու զավակն ես Աստծոդան Ոստիկան, պահապանն ես դու մեր տան Հզոր ամուր ես վեր կանգնած ես Դու զավակն ես Աստծոդան Ոստիկան ես ոստիկան Պահապանն ես դու